որովհետև տեսեք, հիմա հաջորդ փուլում ինչ պիտի տեղի ունենա, պիտի Հայաստանի Միացյալ Նահանգները այս տեքստից քաղաքական տեքստից բխող իրավական պայմանագիր ստորագրեն Հայաստանի Միացյալ Նահանգների միջև, հետո պիտի ստեղծվի ընկերությունը, պիտի կանոնադրությունը հաստատվի եւ դրան զուգահեռ պիտի իհարկե սկսեն նաեւ նախագծային աշխատանքները եւ նախագծային աշխատանքները ավարտելուց հետո կսկսվի շինարարությունը։ Մեր ակնկալիք ու հույսը այն է, որ գոնե այս տարվա վերջում մենք կարողանանք խոսել շինարարության մեկնարկի մասին արդեն եւ թե երբ դա կավարտվի մի քիչ բարդ է, գիտեք որ տեղանքը բավականին բարդ է, չնայած հաշվի առնելով որ նախկինում եղել է երկաթուղի, ես կարծում եմ որ երկաթուղու մասով խոչընդոտներ եւ խնդիրներ չեն։ Պարոն Խանդանյան, այդ ճանապարհը ԵԱՏՄ տարածք է եւ այստեղ բավականին հետաքրքիր է որ Ռուսաստանի ներգրավվածությունը այս ամենում դեռևս մեզ համար անհասկանալի է։ Արդյոք լինելով ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը Ռուսաստանի հետ որոշակի օրինակ հիմա պայմանավորվածություն է ձեռք բերում այդ ճանապարհի հետ կապված։ Եթե ոչ, ինչպես է ստացվելու